Այսինքն մարդը փակ համակարգ է։ Ինչ որ դու անում ես, քեզ է անդրադառնում։ Հիմա փորձենք հասկանալ, թե մարդը ինչ է անում։ Մարդը կամ անում է բարին, կամ չարը։ Մարդու հանդեպ անում են կամ բարին, կամ չարը։ Երկու հանգամանք չէ, կամ դու ես անում, կամ քո հանդեպ են անում։ Հիմա դու ինչ որ մեկի հանդեպ բարին արեցիր։ Անկեղծ սրտով արեցիր, անշահախնդրորեն արեցիր։ Որևէ շահ չունես դու դրա մեջ։ Կարեկցանքից, բարությունից, ողորմածությունից եւ ներողամտությունից, սիրուց բխած բարին արեցիր։ Գիտես այդ ինչա, ինչ որակա։ Այսինքն դու քո մեջ այդ կենթանի աղբյուրը բարության մաքրեցիր, իրական բարիք անելու համար դու պետք է իրական բարիք ունենաս քո մեջ, այսինքն կենթանալ աղբյուր պետք է ունենաս։ Շատ դժվար է բարին անելը, շատ դժվար է ներողամիտ ու ողորմած մարդասեր լինելը, որտեղ դու Աստծուն պետք է նմանվես, որ անկեղծ, անշահախնդիր, ողորմած, բարի ու ներողամիտ լինես։ Եվ երբ որ արեցիր, այդ նշանակում է դու աստվածային պատկերը քո մեջ վերականգնել ես։ Կենթանար Սուրբ Հոգու աղբյուրն է քո մեջ բխում, որ դու բարություն ես անում։ Այդ դուրս եկավ դու բարություն անելու համար դու մի ահռելի ճանապարհ անցար։ Հասկանում ես։ Հասար դրան։ Հիմա դու հակառակնայի։ Այդ բարություն արեցիր, դու քեզ արեցիր, դու քո բարության շենքը կառուցեցիր, քո հրաշքը գործեցիր քո մեջ, բարությունը դա հայտնագործություն է, դա գյուտ է։ Ամեն մարդ, որ իրական բարին է գործում, դա հայտնագործություն է, երկունք է, ծնում է, ուրախանում է, երկինքի արքայությունն է իր մեջ գտնում։ Հիմա նույնն էլ հակառակն է։ Այն դու չարն արեցիր։ Այդ նշանակում է քո ամբողջ բարության շենքը դու քանդել ես, հասել ես այն աստիճան, որ չես կարողանում բարին անել, այլ չարն ես անում։ Այսինքն քո ամբողջ աստվածային պատկերը դու եղծել ես, քանդել ես, աղավաղել ես, որ դու հատկապես եթե ոչ թե պատահմամբ, այլ չար սրտով չարն ես գործում։ Չար սրտով չարն ես խոսում։ Դες ինչ չարիք ես ինքդ քո հանդեպ գործում։ Հարցը մյուս կողմը այդքան կարևոր չի, թե դիմացինին դու ինչ վնաս տվեցիր, այդ հեչ կարևոր չի, թե դիմացինին ինչ բարիք արեցիր, այդ հեչ կարևոր չի, որտեվ այդ դիմացը կանցնի, բայց քոնը կմնա, քո բարությունը քեզ կմնա, քո չարությունը քեզ կմնա։ Մարդը փակ համակարգը դրանից դուրս չի գալիս, եւ նույնն էլ դիմացինը, եթե դիմացինը քո հանդեպ բարիք է գործում, հա, ինքը քեզ շատ բարիք անում է, բայց դու շատ ակնկալություն չունես համեմատած այն բանիքին, որ դու ես դիմացինի հանդեպ գործում։ Երբ որ դիմացինը քո հանդեպ չարիք է գործում, այնքան քեզ վնաս չի տալիս, ինչքան դու քո հանդեպ ես չարիք գործում։ Խնդիր չունենք ներելու եւ չներելու, էլի հանգիստ մենք բարիքը շարունակենք գործել, չարիքի։ Այս իմաստով երբ որ դու նայում ես, գնահատում ես քո գեղեցիկ այն աշխարհը, այն փոքրիկ տիեզերքը, որ Աստված քո համար տվել է, դու խնայում ես, փայփայում ես, գուրգուրում ես այդ աշխարհը։ Չես ուզում դու այդ քո գեղեցիկ կառուցվածք, ոնց որ մարդը տանջվի, տուն սարքի, հետո քանդի այդ տունը իր ձեռով։ Ու ավերակների վրա նստա ողբա։ Այդ չարությունը դες մի բան է։ Հեշտ չի բարիք գործելը։ Շատ գեղեցիկ է, լավ է, գեղեցիկ է։ Եվ հետո գիտես, երբեմն մենք ասում ենք ներելը դժվար է, ինձ թվում է չներելը ավելի դժվար է, չներելը ավելի դժվար է։ Որտեվ երբ որ դու ներում ես, ընթացք քայլ ես կատարում դեպի ներողամտություն, դեպի սեր, որտեվ երբ դու ներում ես, ուրեմն քո մեջ սերն է արթնանում, երբ որ դու չես ներում, քո մեջ ատելությունն է արթնանում, որն ավելի հեշտ սեր արծարծել, թե ատելություն։ Օրինակ ներելուց միշտ մտածում են դիմացին ապաշխարելա թե չէ, նոր են սկսում ներել, տեսնես հասկացելա թե չէ,
Ես մի փուլ եկա, որ հասկացա ինձ չի հետաքրքրում ինքը ապաշխարելա թե չէ։ Ես պետքա ներեմ ինքը իր բարիքն ու իր ճարիքն է։ Հետո դրա էներգիան կամաց ինքը մեծացավ դրական, որ էական չի, որ դու պետքա ներես։ Բայց հետո տակը մի բան է մնում, որ դու չես կարող իր հետ էլ աշխատես ու դա ինձ թվում է ավելի հզոր մարդկանց, ձեզ նման մարդկանց ունենք, որ կարող։ Հիմա ես ուրիշ մի տեսանկյունից ասեմ էլ այդ ներելն ու ապաշխարելը։ Մարդու կյանքը շատ արագ է անցնում։ Շատ արագ է անցնում։ Սուրբ Գիրքը ասում է. «Ներիր քո թշնամուն եւ իր գլխին կրակի կայծեր կդիզես»։ Այսինքն Աստված վրեժխնդիր կլինի։ Եվ իրապես մենք այսօր այնքան ենք հստակ տեսնում, որ ինչքան արագ է Աստծո պատիժը հասնում տեղ եւ ինչքան անհասկանալի, անճանաչելի, անիմանալի ձևերով, ճանապարհներով, ուղիներով է Աստված պատժում։ Եվ այնքան իմաստուն եւ արդար ձևով է պատժում։ Եվ այդ Աստծո պատուհաստ ու պատիժ, երբ որ դու տեսնում ես, եթե համբերում ես։ Եվ դա իմացի, ժամանակը շատ արագ է անցնում, անպայման հասնելու այդ պատուհասը։ Հետո ամաչում ես, ասում ես, բա ես ինչ էի մտածում, Աստված ինչ արեց։ Ես ինչպես էի ուզում պատժեի, եւ Աստված ինչպես պատժեց, կամ չպատժեց, կամ ուղղեց, կամ շտկեց, չգիտեմ։ Մենք ուզում ենք ոչնչացնենք մեր հանդեպ չար բառ գործող մարդկանց, Աստված ուզում է դարձի բերել։ Աստված չի ուզում մեղավորի մահալ, ուզում է դառնալ նա չարաճարակից։ Վերջո անդարձ մեղավորները մի օր բոլորը ոչնչանալու են։ Աստված մենք այդ ցանկի մեջ չլինենք, անդարձ մեղավորների ցանկի մեջ։ Եվ հասկացանք մի օր անդարձ մեղավորները պատժվեն, բայց հենց այդ օրը չի եկել։ Ամեն անդարձ մեղավոր միգուցե դարձի գա։ Աստված չի ուզում մեղավորի մահալ, ուզում է նա դառնալը։ Ժամանակը սպառվում է, հետո բնականաբար բոլոր անդարձ մեղավորները դատապարտվեն հավիտենական տանջանքների, բայց դեռ հենց այդ վաղ ժամանակը չի։ Ուրեմն մենք պետք է այս աստվածային տեսանկյունից մտածենք, նայենք, համբերատար լինենք, վերևից նայենք, մի քիչ մեր ժամանակավոր նյութական, շահադիտական տեսանկյունները թողենք, մի քիչ բարձրանանք վերև, տեսնենք, որ անցնելու է այդ բոլորը, չէ՞։ Անցնելու է եւ պատուհաս ալնելու, պատիժ ալնելու։ Եվ եթե այսպես մտածեին, շատ բռնակալներ, շատ նացիստներ, ֆաշիստներ չէին անի այդ բանը։ Այսինքն չէին կոտորի, չէին սպանի, հա, չեն սպանի, ժողովրդին չեն ստարկացնի, իրանց թյուր գաղափարներով ազգեր, ժողովուրդներ չեն վերացնի, որտեվ շատ կարճ է, կարճ։ Աչքը թերթում ես, մի սերունդ էլ չի անցնում, արդեն պատասխանը տեսնում ես։ Ժամանակ։